Ազգային ժողովի փոխնախագահի տեխնացու ՔՊԱ-ական Հայկ Կոնջորյանի եղբայրը իրեն ենթադրաբար ծեծած Նաիրի Հակոբյանին երկար ժամանակ հեռախոսով հայհոյանքներ է գրել։ Հայհոյել նրան ու նրա ընտանիքին, ասում է Հակոբյանի փաստաբանը։ Իմ պաշտպանյալը, այսինքն պարոն Հակոբյանը մշտապես adekvat, զուսպ եւ համբերատար, այսպես ասած, վարքագիծ է դրսեւորել, բայց դա մեկ կամ երկու անգամ չի, բավականին տևել է։ Չգիտեմ ինքը ոչ սթափ վիճակում, թե ինչ կարգավիճակում, անընդհատ գալիս է հայհոյանքներ հնչեցնում։ Հասնելով մեր պատուհանի տակ, հնչեցնում այդ հայհոյանքները, ինչին որ ներկա է նաև գտնվում իմ 12 տարեկան աղջիկ երեխան, ով սարսափած իր սենյակից գալիս էր վազում էր իմ մոտ, մամ, այս ինչա, մամ, այս ինչա։ Նաիրի Հակոբյանի կնոջ խոսքով Ավետ Կոնջորյանը ամեն օր մեքենայով իրենց տան կողքով անցնելիս հարբած հայհոյանքներ է հնչեցրել։ Ինքը իր եղբայրով շատ է, ինքը իր մտածում է, որ իր եղբայրը իր թիկունքին կանգնած է, ոնց ուզեն, ինչ ուզեն կարան անեն։ Անուշ Բեջանյանն ասում է, որ անգամ Ավետ Կոնջորյանի որդին է ծաղրել իրեն։ Իր տղան էլ էր ամեն անգամ մեզ տեսնելուց ժպտում էր, sense նայում էր դեմքից ծիծաղում էր։ Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են պարեկները ուղեկցել Ավետ Կոնջորյանին, երբ նա հերթական անգամ հայհոյելով անցնելիս է եղել ՔՊԱ-ական Նաիրի Հակոբյանի տան կողքով։ Աղջիկս իր ննջասենյակից վազելով էլի եկավ, մամա էլի եկել է։ Ես շուշուտ պատուհաններն էի ուզում փակեի, այդ պահին նկատեցի, որ ինքը հայհոյելով գնում է, պարեկներ իրեն ուղեկցում է։ Նույնիսկ մարդիկ էին անցնում այդ ընթացքում։ Բայց ոչ մի ազդանշան, ոչ մի բան չի եղել։ Ինձ համար ակնհայտ է, որ այդ մեքենան պատահական չէր անցնում եւ հենց ուղեկցում էր հայհոյող մեքենային, սրա հետ կապված արդեն նշեցի, չեմ կարող ասեմ ինչն է եղել շահագրգռվածությունը, հնարավոր է անձնական հարաբերություններ, հնարավոր է այլ մոտիվացիա ունեցել պաշտոնատար անձը, այդ մասով որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ, բայց ունենք այն, ինչ ունենք, պարեկային ծառայողը ուղեկցում է հայհոյող անձին։ ՆԳՆ-ն դեռ չի արձագանքել այդ խայտառակ տեսարանին։ Չի պարզաբանել, թե ինչու պարեկները չեն կանխել ԱԺ փոխնախագահի տեխնացու Հայկ Կոնջորյանի եղբոր խուլիգանական արարքը։ Հայհոյանք տալ եւ փախնել, այսպես ասած, արագ հեռանալ, նման բան են եղել, ակնհայտ է, որ տուժողի գործողություններում է եղել հանցակազմ։ Այս պահին տուժողի դատավորական կարգավիճակ ունեցող անձի։ ՔՊԱ-ական Նաիրի Հակոբյանը, որ Ավետի հայհոյանքներից հետո ենթադրաբար ծեծել է կուսակից Կոնջորյանին, ազատ է արձակվել գրավի դիմաց։ Նրա նկատմամբ բացակայելու արգելք է սահմանվել։ Նաիրիի ու եւս 4 մարդու դեմ քրեական հետապնդում է հարուցվել մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն կատարելու հոդվածով։ Մեզ համար ընդունելի չէ, հաշվի առնելով, որ պարոն Հակոբյանը նախկինում դատապարտված անձ չէ։ Ընդհանրապես ինչու են երկու ՔՊԱ-ական ընկերների հարաբերություններն այնքան լարվել, որ բանը հասել է դաժան ծեծին։ ԱԺ փոխնախագահի տեխնացու Հայկ Կոնջորյանի եղբորը անցած տարի աշխատանքից ազատել է նրա նախկին ընկեր ՔՊԱ-ական Նաիրի Հակոբյանը, որը Միլոն Մայնինգ ընկերության փոխտնօրենն է։ Կոնջորյանը Միլոն Մայնինգ ընկերության կազմում գործող Միլոն Realty-ի տնօրենն է եղել։ Բրոկեր Ավետ Կոնջորյանը բարձրահարկ շենքեր կառուցող Միլոն Մայնինգ ընկերությանը խնդրել է զեղչեր անել։ Բնակարանի 1 քառակուսի մետրը 450,000 դրամի փոխարեն 430,000 դրամ հաշվել։ Գնորդներից սակայն վերցրել է 440,000 դրամ։ Ամեն քառակուսի մետրի մեջ 10,000 դրամ է աշխատել։ Հետքպարբերականին հայտնել է Միլոն Մայնինգ ընկերության իրավաբան Լավրենտ Հարությունյանը։ Իրավաբանի տեղեկացմամբ Միլոն Realty-ի տնօրենի պաշտոնում նշանակվելուց հետո 2 տարի անց, երբ եկել է բնակարանների վկայականները հանձնելու ժամանակը, պարզվել է, որ Ավետ Կոնջորյանը գնորդների մի մասից շատ փող է վերցրել։ Վաճառել է ավտոկայանատեղիներ, բայց այդ մասին տեղյակ չի պահել ընկերության սեփականատիրոջը։ Ընկերությանն էլ պատճառել է ավելի քան $100,000 վնաս։ Հետքպարբերականի տեղեկություններով այս ամենը պարզելուց հետո Միլոն Մայնինգի սեփականատերը հանդիպել է Հայկ Կոնջորյանին պատմել եղբոր արարքների մասին։ Պատգամավորն ասել է, թե որևէ կապ չի ցանկանում ունենալ այս պատմության հետ։ Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է իր եղբոր շուրջ սկանդալին։ Գրել է, որ բռնության ցանկացած տեսակ, լինի դա ֆիզիկական, հոգեբանական կամ որևէ այլ տեսակի, իր համար անընդունելի է, անկախ այն գործադրողի անձից։ Ես երբևէ որևէ պարագայում չեմ կարող ներգրավել այնպիսի գործընթացի մեջ, որը դուրս է օրենքի եւ իրավական պետության տրամաբանությունից, անկախ այն բանից, թե գործընթացի որ կողմում ով է կանգնած։ Սա ինձ համար եղել է եւ շարունակվում է մնալ կարմիր գիծ։
Նա նաև սպառնացել է, որ դատական հայցեր են ներկայացնելու իրեն զրպարտողների դեմ, չմանրամասնելով, թե կոնկրետ ինչն է զրպարտանք համարում։ Կոնջորյանի եղբայրն էլ Facebook-ից հեռացրել է ծեծից հետո հրապարակած լուսանկարը, որտեղ ոտքը ոտքին գցած ժպտում է սուրճի սեղանի առաջ։ Լանա Համբարձումյան, Միլենա Պողոսյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։